2011 թվականի տվյալներով 5718 մարդ զբաղվում է գիտական ոլորտի աշխատանքներով։ Նրանցից 412-ը գիտությունների դոկտոր են, 1554-ը գիտությունների թեկնածու։ Ես արդեն 99 թվականից, այսինքն 12 տարի աշխատում եմ գիտության բնագավառում։ Հիմա ղեկավարում եմ այն լաբորատորիա, որտեղ եղել եմ լաբորանտ ժամանակի։ Ես ինքս համարվում եմ երիտասարդ հաջողագիտնական, որովհետև, ասենք, այդ տարիքում հասել եմ այն պաշտոնի, որին քիչ արինում, որ ասենք 30 տարեկանում շատերը կարող են հասնել։ Բայց դրա համար աշխատում եմ օր ու գիշեր, երբեմն առանց շաբաթ-կիրակի։ Գիտությամբ զբաղվելը չգիտեմ ինչ է, եթե ասպիրանտուրան էլ հաշվեմ Հայաստանի, կլինի մի 6-7 տարի գուցե մի քիչ ավել։ Հայաստանում 1-2 տարի եմ եղել այդ ամբողջ ժամանակահատվածը, հետո դուրս եմ գնացել։ Իմ շրջապատի մեծ մասը դուրսն է էլի։ Էլի այդպես գալիս ենք ստեղ տարեկան 1-2 անգամ գուցե, ինչ-որ մեկ շաբաթ 10 օր տնեցիներին տեսնելու նորից դուրս ենք գնում։ 2011 թվականի դրությամբ Հայաստանը պատենտավորել է ընդհանուր թվով 168 գյուտի եւ օգտակար մոդելի արտոնագիր։ Նորարարությունների ինդեքսով Հայաստանը 141 երկրների ցանկում գրավում է 69-րդ հորիզոնական։ Մեր հիմնարկում, ակադեմիական հիմնարկում, յուրականի աստղադիտարանում հիմնական խնդիրը կանում է նրանում, որ գույքը միջոցները գիտության զբաղվելու համար ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև բարոյապես մաշված են։ Բացի դրանից կա այսպես կոչված ծեծված թեմա, որը կոչվում է հայրերի եւ որդիների մշտական պայքար։ Օրինակի համար են գիտնականները, որոնք իրականում ունեն շատ մեծ ավանդ գիտության մեջ եւ մեր պետության զարգացման գործում, բայց բնական ճանապարհով տարիքի առումով նրանք այսպես կոչված իներտ են դառնում ժամանակի ընթացքում։ Այս 10 տարիների ընթացքում տարբեր մագարտակի հնարավորություն եղել է երգիրը լքելու։ Շատ քիչերն են, որ մնում են։ Իրոք շատ դժվար է մնալը եւ մենակ գիտությամբ աշխատելը։ Այսինքն կամ այլ աշխատանքներ են ճարում, այլ աշխատանքներ են անում եւ այլն, որ կիսվում է, եթե ոչ ավելի է մասնատվում իրանց ներդրումը գիտության մեջ։ Մի կողմից ունենք մենք մեծ գիտնականներ, հասակով մեծ գիտնականներ եւ վաստակով մեծ գիտնականներ, որոնք ապրել են ամբողջ կյանքում խորհրդային ժամանակներում, որտեղ գիտության ֆինանսավորումը, գիտության հարցերը լուծվում էր այլ կերպ։ Այսօրվա աշխարհում ու ոչ միայն Հայաստանում շատ այլ ձևերով, շատ այլ հմտություններով են լուծվում գիտության ֆինանսավորումը, ընդհանրապես գիտության արդյունքների տարածումը հասարակության մեջ, Իսկ երիտասարդների համար դժվար է նրանով, որ մեր կրթական համակարգը չի տալիս այդ հմտությունները, որ դու մի անգամից, ինստիտուտը ավարտելուց մտնելով գիտության բնագավառ կարողանաս քեզ զգալ ոնց որ ձուկը ջրում։ 2010 թվականին գիտությանը տրամադրված ֆինանսավորումը Հայաստանում կազմել է մոտ 8 միլիարդ դրամ, մինչև 2013 թվականը այս թիվը նախատեսվում է հասցնել մոտ 11 միլիարդի։ Պրոբլեմները դուրս գնալու համար առաջի բանը, որ ինձ թվում է բոլորն էլ նշում են, ֆանտաստիկ ցածր աշխատավարձերն են։ Հետո վերաբերմունքը դերի գնահատված չլինելը, գիտական հանգույցի որպես միավոր ուղղակի ոչնչացած լինելը։ Ակադեմիան նկատի ունեմ, որ ոչ մի բան, ոչ մի դեր չունի երկրի կյանքում, համալսարանները, ամեն ինչ վերածել է ինչ-որ իշխանության մասի ուղղակի, ադմինիստրատիվ ռեսուրս է դա։ 2009 թվականի համաշխարհային բանկի տվյալներով Հայաստանի ՀՆԱ-ի 0.27%-ն է տրամադրվել գիտության ֆինանսավորմանը։ Իսրայելը նույն այդ նպատակներով տրամադրել է 4.27% ֆինանսավորում, իսկ Սլովենիան 1.86%։ Հատկանշական է, որ 2011 թվականին գիտության ֆինանսավորումը կազմել է 0.2%, այսինքն 2009 թվականի համեմատ նվազել 0.7%-ով։ Բայց նույնիսկ ներկա վիճակում, եթե կատարվի լուրջ ռեֆորմներ գիտության մեջ, կադրային քաղաքականության հարցում, որոշ փոփոխություններ կլինի։ Ես ուղղակի դրա մեջ համոզված եմ։ Մեծերն են պատմում, մեծ գիտնականներն են պատմում, որ այն ժամանակ, օրինակ Վիկտոր Համբարձումյանի ժամանակ, եթե Վիկտոր Համբարձումյանը ինչ-որ գյուղ մտներ, աղվացով կգային կդիմավորեին, բոլորը ճանաչում էին, բոլորը ուզում էին նմանվեին։ Իսկ հիմա մեր դպրոցում ոչ մեկ չի ուզում նմանվի ինչ-որ գիտնականի։